Լույս առավոտին շարունակում է խոսելու ենք հաղթանակների ձեռքբերումներից մարզաշխարհից եւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոկտեմբերի 2-ին ավարտվեց խաղամենամարտերի երիտասարդների եւ մեծահասակների 2025 թվականի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի մասնակցության եւ արդյունքների մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ մեր հյուրերն են Հայաստանի խաղամենամարտերի MMA ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը։ Բարի լույս։ Երիտասարդների եւ մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ եւ Արթուր Ասոյանի անձնական մարզիչ Ստեփան Շահմուրադյանը։ Եվ 2025 թվականի մեծահասակների ՀՀ չեմպիոն եւ մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ասոյանը։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ես միշտ չեք պատկերացնում ես նստած ինչ ուժ ու էներգիա ասենց, այն որ փոխանցվում է դա ամեն ինչը կարա։ Եթե մեր մարզիչները ինքս մի ամի ձեռքով անի, ես կարող եմ 2 ամսով մնամ հաշման տամ։ Բայց ուսենք դրան չի հասնի։ Ինչպե՞ս ենք։ Շատ լավ, դուք։ Շատ լավ, շնորհակալ ենք, որ ձեր այս խառը գրաֆիկի մեջ կարողանում եք ժամանակ գտնել եւ առավոտյան արթնանալ գալ մեր մոտ, չնայած կարծում եմ, որ մարզիկների մոտ արթնանալու խնդիր ընդհանրապես չկա։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ ձեզ առաջին հերթին, Արթուր, որովհետեւ մարդու համեստությունը դա ամենամեծ զենքն ու շնորհքն է, կարծում եմ, ու որպես մարզիչներ դուք եք կփաստեք սա, որ դա առաջին եւ կարեւոր կետերից մեկն է։ Դա այդպես է թե ոչ։ Բայց ինքն պետք է մարզիկը իհարկե հոգեպես լավ կրթված ամուր լինի, ֆիզիկապես պետք է ամուր լինի, բայց մարդկային առիթները առաջնային ու կարևորը, որովհետև դա ռինգում է հենց առաջին հերթին երևում։ Ճիշտ է։ Միանշանակ։ Եթե կարելի է, եթե թույլ կտաք։ Սա բրոնզ է, ճիշտ է։ Այո, բրոնզ է։ Սկսենք, ինչպես գնացինք Թբիլիսի, ինչպես անցավ։ Ուրեմն անդրադառնամ Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 3-ը տեղի ունեցավ երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի առաջնություն։ Թիմը մեր 15 հոգանոց թիմ էր մասնակցում, 10 մարզիկ, 5 մարզիչ աշխարհի առաջնությանը։ Մարզիկներից երկուսի միայն հաջողվեց ունենալ մեդալ։ Սպարտակը Միքայելյան, ցավոք սրտի հիմա այս պահին ինքը Ամերիկայում է, ուսանող է, գտնվում է Ամերիկայում, որ դարձավ չեմպիոն, եւ Արթուր Ասոյան, որ զբաղեցրեց 3-րդ պատվավոր տեղը։ Բայց ուզում եմ անդրադառնալ մրցաշարին, ունեցանք շատ հաջողակ մրցելույթներ, մենամարտեր, մեր հավաքականը երբեք երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի առաջնությունում այսքան շատ մենամարտեր չէր հաղթել։ Ունեցանք հաղթանակներ, բայց ցավոք սրտի 2 մարզիկ հասան մեդալի, որը շատ դժվար է։ Դե որովհետև քանի երկիր էր մասնակցում։ 70-ից ավելի երկիր էր մասնակցում, ամեն մեկի քաշային կարգում կար 32 մասնակից մարզիկ։ Նույնիսկ ախանջ։ Արթուր Ասոյանը 3-րդ տեղի համար 3 մենամարտ հաղթեց, իսկ մեր չեմպիոնը Սպարտակը Միքայելյան 5 մենամարտ առաջի տեղի համար։ Իսկ որոնք են գլխավոր դժվարությունները մրցումների ընթացքում։ Առաջին հերթին պետք է լավ պատրաստված լինի, որ թիմը ինչքան հնարավոր է լավ պատրաստված էր։ Սիրողական ձևում MMA-ում անցկացվում է բոքսի, ինչպես որ բոքսում է մրցաշարեր անցկացվում, ամեն օր մարզիկները պետք է կշռվեն, նույնիսկ եզրափակիչում կշեռք է լինում։ Նու Արթուրը, կոնկրետ Արթուրի մասին ասեմ, որ ինքը ամեն օր մի քանի ժամվա մեջ 4 կիլոգրամ քաշ էր գցում, որտեղ ուրիշ տարբերակ չունենք։ Մասնակցելով, եթե հաղթում ես, անցնում ես հաջորդ փուլ։ Այս ընթացքում մենք նաև, եթե չեմ սխալվում, մենք Թիֆլիսից կադրերն են մեր։ Սա Արթուրի մենամարտն է։ Նոկաուտը։ Սա, այո, 1 քառորդ եզրափակիչում է։ Հաղթում է Տաջիկստանը ներկայացնող մարզիկին, ինչպես գիտեք հիմա Տաջիկստանը ներկայացնող մարզիկներն են շատ մեծ պրոգրես կա իրենց մոտ, ամենաուժեղ մարզիկներից են, մանավանդ սիրողական ձևում, մեծ հաջողություններ են գրանցում եւ նրանց հետ մենամարտերում հաղթանակ ունենալը արդեն իսկ խոսում է, որ հեռու չէ այն ժամանակը, երբ որ մենք էլ պետք է ավելի լուրջ հաղթանակներ գրանցենք։ Ինչպես ընկեր Գարեգինը ասեց, ֆեդերացիայի նախագահան, այս տարի իրոքից մեր թիմը շատ լավ մասնակցություն ունեցավ, մարզիկներից 6-ը անցել էին 1 քառորդ եզրափակիչ, այսինքն ունեցանք մեծ քանակով հաղթանակներ, ինչը որ մինչ այդ շատ դժվար էր մեզ մոտ ստացվում, Փառք Աստծո այդ պրոգրեսը կա եւ հուսանք, որ ավելի առաջ կգնանք։ Բայց իրականում 70 Ինչ զգացողություններ ունես դու Արթուր։ Զգացողությունները անբացատրելի են, որովհետև ես իմ առաջի
մեծ մրցաշարներ ու արածի մեծ մեդալներ։ Անբացատրելի է։ Ու պատմական մեդալներ։ Երկու մեդալն էլ առաջինն են։ Առաջին անգամ 12 տարի անց Հայաստանը ունի մեծահասակների առաջնությունում աշխարհի մեդալներ։ Բրավո։ Իսկապես բարդ է, բայց մենք ասում ենք, որ այլ ավելի է, շատ ուրախ եմ, որ միանշանակ տրամադրվածություն հենց այդպեսին պետք է լինի, որ պետք է հասնենք այլ ավելի մեծ ու ավելի նոր հաջողությունների ձեռքբերումներ, բայց ինչպես դուք նշեցիք 70 երկիր, դուք թիվը միայն լսեք 70 երկիր, այդքան մարզիկների մեջ եւ ունենալ բրոնզը, իսկապես դա ֆանտաստիկ է։ Այո, դժվար է, մանավանդ որ նաեւ նշվեց, որ չեմպիոն դառնալու համար 5 մենամարտ պետք է հաղթես, որովհետև 32 մասնակից 5 մենամարտ, օրը 1 մենամարտ ամեն անգամ պետք է քո քաշին կանգնես, չկանգնելու դեպքում խնդիրներ ես ունենալու։ Իհարկե դա կարևորագույն հատվածն է, որ քաշը պետք է դե առավոտը սկսում է տեղից, մրցաշարը սկսում է տեղից։ Այսինքն առավոտյան մարզիկները 6:30-ից 7:30 կշերքն է, 5-ից արթուն են, մինչև այդ շատ հնարավոր է մարզիկը քաշի խնդիր ունենա այդ ամբողջ օրը նույնիսկ չքնի, որովհետև մի գրամ, 50 գրամ մեծ կոմենքում դիսկվալիֆիկացիա լինի։ Մարզիչը մարզիկի համար, եթե ես ճիշտ գիտեմ, հա, որպես կարելի ասել երկրորդ ծնողն է։ Եվ ծնողից միգուցե տեղ շատ ավելի դուք եք անհանգստանում մտածում, որովհետև օրվա մեծ մասը նա ձեր հետ է անցկացնում։ Կադրերից մեկում երևում էր իմ վիճակը։ Ես տեսա մի քիչ դե շատ էմոցիոնալ պահ եմ, կարծում եմ դա շատ նորմալ է, որ դա արտահայտվում է։ Ես գիտեք ինչն է հետաքրքիր Արթուր, սա հաղթանակ է եւ միանշանակ պարտավորեցնող է, միանշանակ դուք ձեր առաջ դնում եք արդեն այլ բարձունքներ հաղթահարելը, այլ խնդիրներ հաղթահարելը, բայց այսքան երիտասարդ մարզիկի համար միթե սա ասենց են որ հաղթանակ ու մի քիչ թուլանալու հնարավորություն է տալիս, թե ոչ։ Ոչ, հակառակը, էսի ավելի է ինձ մոտիվացնում, որ ես ավելի շատ, ավելի քրտնաջան պարապեմ, արզվեմ ու գնամ դեպի ոսկին։ Այո, ոսկին մոտ է Արթուր ջան։ Դե Արթուրը աստղային այդ հիվանդությունը չունի, որը շատ ողջունելի է, այո, շատ կարևոր է, քանի որ այս աշխարհում շատ զարգացած, որը բնականաբար մենապայքարային մարզաձևերի մեջ ես կնշեմ, որ երևի համար մեկն է MMA-ը այսօր որպես զարգացածության իր աստիճանը հաշվի առնելով, մասսայականությունը վայելում, չգիտեմ, երրորդ տեղ ունենալ աշխարհի առաջնում դա շատ մեծ արդյունք է, բայց Արթուրը չունի այդ աստղայինը, հիվանդությունը չի ընդգրկվում, շարժում ենք առաջ, ունենք Եվրոպայի առաջություն, ունենք աշխարհի առաջություն։ 2026 թվականին պետք է պատրաստենք, որից հետո արդեն կորոշենք Արթուրի հաջողությունները հաշվի առնելով պրոֆեսիոնալ մենամարտեր եւ այլ եւ այլ։ Եվ կարծում եմ հենց իսկական չեմպիոնի հոգեբանությունը հենց դա է, այսինքն գրանցեց հաղթանակը, հաջորդ վայրկյանին արդեն ինքը շարունակում է մյուս սկսում է արդեն պարապել, ինքը կանգնում է շերքին շարունակում է։ Դա նաև մարզիչի ու մեծ թիմի շնորհքն է, որ ներքին խոհանոցն է դա, դաստիարակությունն է։ Իհարկե, բոլորի ֆեդերացիայից ղեկավարությունից սկսած, սա մեծ աշխատանք է ընդհանրապես ֆեդերացիայի նախագահան չանդրադարձավ, բայց դա նաև իր մեծ աշխատանքը, մենք պիտի ասենք դրա մասին իհարկե, մեծ աշխատանքի շնորհիվ է, որովհետև հնարավորություն ընձեռվել, մենք բացի մեծահասակները, երիտասարդները, պատանիները արդեն ֆունդամենտալ փորձ են ստանում մասնակցելով աշխարհի Եվրոպայի առաջնություններին, ինչը տարիներ անց այդ չկար այդ հնարավորությունը։ Այդ հնարավորությունը ընձեռվել է եւ եթե կարճ ասեմ, երբ որ պրոֆեսիոնալ մարզիկները մեր մասնակցում են MMA-ում, մեծ մասը այդ փորձը չունի, ոնց որ շամարտում պատանիների կամ բոքսում պատանիների, երիտասարդների, հիմա այդ հնարավորությունը կա, այսինքն մենք ունենալու ենք 6-7 տարի անց ունենալու ենք բարձրակարգ մարզիկներ, որոնք ավելի բարձր հարթակներում ներկայացնելու են Հայաստանը, հենց Հայաստանում ապրող, մարզվող մարզիկներ։ Եվ իրականում իմ հարցն էլ հենց դա էր, որպես մարզիչ, այսինքն ինչ պոտենցիալ ունի մեր երիտասարդ սերունդը։ Մենք պոտենցիալ շատ ունենք, բայց պետք է համախմբված ճիշտ աշխատանք գնալ, ճիշտ աշխատանք ֆեդերացիայի շուրջ համախմբված, մեր մարզիկներն էլ պիտի հասկանան, որ գնահատեն բոլորը իրենց մարզիչներին, որովհետև այդ համակարգված եթե սիստեմա կոչված, եթե սիստեման չաշխատեց, ոնց որ աշխատում է ավելի մեծ երկրներում, օրինակ հենց Ռուսաստանում ամենաուժեղ սիստեման դա, դրա համար մարզիկները UFC-ում տեսնում ենք բոլորից շատ ռուսաստանցի մարզիկներն են,
մենք էլ կարող ենք այդ ամեն ինչը անենք, մի փոքր պետք է դիմանանք դժվարություններին, հաղթարենք միասին բոլորով այդ դժվարությունները։ Կարծում եմ թիմային աշխատանքը ամենակարևոր բանն է։ Բնականաբար։ Շնորհակալ եմ։ Կուզենայի նաև արդից օգտվելով ավելացնել, որ նշել, որ Հայաստանի MMA ֆեդերացիան ճանաչված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, ԿԳՍՄ նախարարության կողմից եւ հանդիսանում է Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության անդամ։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ Գառնիկ Հայրապետյանին, համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանին աջակցելու համար, հենց կոնկրետ այս մրցաշարին աջակցելու համար եւ ընդհանրապես մոտ 1 տարի է որ անդամ ենք, աջակցությունը կա, հենց օլիմպիական կոմիտեի նախագահին պարոն Ծառուկյանին մեծ աջակցություն ունենք իրենցից։ Ֆեդերացիան նաև այս արդյունքների հիմքում դա է, աջակցություն, ֆինանսական աջակցություն, որ կարողացան տղաները մեդալ բերել։ Միանշանակ, որովհետև ֆեդերացիան իր ուսերի վրա այս ահռելի բեռը չի կարող միայնակ վերցնել, շատ դժվար է ու շատ բարդ է։ Շնորհակալ ենք շատ, ես վստահ եմ, որ մենք, եթե իհարկե ավարտեցիք, ներողություն խնդրում, ես վստահ եմ, որ մենք նորանոր հաջողությունների ձեռքբերումների մասին ենք խոսելու, միասին այս տաղավարում կրկին հանդիպումներ կունենանք։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն բոլոր մարզիկներին, մեր ողջույնները եւ վստահ եմ կրկին մեծ առիթների կունենանք հանդիպման, իսկ մեր հյուրերն են։ Այո, այդ դա էլ է լինելու։ Ես վստահ եմ, մեր հյուրերն են Հայաստանի խաղամենամարտերի ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը, երիտասարդների եւ մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ եւ Արթուր Ասոյանի անձնական մարզիչ Ստեփան Շահմուրադյանը եւ 2025 թվականի մեծահասակների Հայաստանի Հանրապետության չեմպիոն եւ մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզա մեդալակիր Արթուր Ասոյանը։ Շնորհակալություն ձեզ, իսկ մենք եզրափակենք ձեզ լավ օրվա շարունակություն։ Եթերը կամփոփենք Լունա ստեղծագործությամբ Ալեսանդրո Սաֆինան եւ Մեծոն մեր եթերում կլինեն իդեպ այսօր Սաֆինայի ծննդյան գինիով պիցայով տենց միտեղ նշում է հիմա Անուշ Սաֆինան։ Ձեզ լավ օր մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ։